Լավագույն երգչախումբ, ամենագեղեցիկ լեռնեցի աղջիկ, ամենահամեղ ազգային ուտեստներ, հանդիսատեսի համակրանք։ Սասուն ազգագրական երգի պարի համույթում դժվարանում են հիշել բոլոր մրցանակները, որոնց արժանացել են Լեհաստանի լեռնային շրջանների ֆոլկլոր միջազգային մրցույթում։ 44-րդ անգամ անցկացվող հեղինակավոր մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում, բայց 13 եվրոպական երկիր ներկայացնող 18 համույթներից լավագույնն էր։ Մենք կյանքով լեցուն ժողովուրդ ենք ազգենք եւ այդ կյանքով լեցուն վիճակը մենք կարողացանք տանք իրենց եւ իրենք այդ ամեն ինչը վերցրեցին, սկսեցին մեր այդ երգել, պարել։ Իդեպ հայկական մշակույթը եվրոպացիներին ցանկացել էին ներկայացնել ոչ միայն հայերը։ Միջազգային մրցույթին Թուրքիայի ներկայացուցիչը Արմելիտ խումբն էր, որը ներկայանում էր հայկական ազգային երաժշտական գործիքներով ու մաքուր հայկական երգերի խեղաթյուրված ելևէջներով։ Սասունցիները հպարտ են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են հայտնվել ու տեր կանգնել սեփական մշակույթին։ Մեր առաքելության կարևորագույն մասը նաև նա էր, որ մենք ոչ միայն ներկայացրեցինք մեր մշակույթը, մեր ծեսերը, այլ նաև իցույց այդ բոլոր հանդիսատեսներին, որ ինչքան էլ փոխառություններ լինեն միջազգային շփումների մեջ հարևան ազգերի հետ, սակայն ամեն ազգի մշակույթը պատկանում է իրան։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսը նաև համտեսել ու գնահատել է հայկական ղափաման, թթու լավաշն ու ալանին։ Հաջորդ տարի Հայաստանը ներկայացուցիչ կունենա ոչ միայն մրցույթում, այլև ժյուրիի կազմում։ Սյուզան Չիչակյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։